Կառավարությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն կուղարկվի ազգային ժողով հաստատման։ Բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։ Ծախսերը նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ։ Պակասուրդն էլ նախատեսվում է 537 միլիարդ դրամ, ՀՆԱ-ի 4,5%։ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից։ Նույն ժամանակաշրջանում առևտրի շրջանառությունն աճել է 3,9%-ով, շինարարությունը 24%-ով, ծառայությունների ոլորտը 10,2%-ով, իսկ արդյունաբերությունը նվազել է 7,8%-ով, արտահանումը նվազել է 48,8%, իսկ ներմուծումը 34,9%-ով։ 3 միլիարդ 219 միլիոն դրամ կհատկացվի կենսաթոշակառուների ու նպաստառուների 2025-ի հոկտեմբեր-դեկտեմբերի հետ վճարները տրամադրելու համար։ Այս մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս պահի կարգավորումների համաձայն հետ վճարով վերադարձվում է գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, եւ որ հետ վճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը։ Այս տարվա հուլիսին Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 533,2 միլիոն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 404,2 միլիոն դոլար, դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 129 միլիոն դոլար։ 2025-ի հուլիսին Ռուսաստանից Հայաստան Հայաստանի բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 345,4 միլիոն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 83 միլիոն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 64,8%-ը։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման համար ստորագրվել է 3 տարվա համագործակցության ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ներառում է կարևոր բաժիններ՝ տրանսպորտ, լոգիստիկա, հյուսիս-հարավ միջանցք, կանաչ մաքսային միջանցքների ձևավորում, թվայնացում եւ էլեկտրոնային տարանցում։ Սա հնարավորություն կտա ԵԱՏՄ երկրների արտադրողներին արագացված կարգով մուտք գործել իրանական շուկա։ 2019-ից սկսած, երբ ուժի մեջ էր մտել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը, ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը աճել է ավելի քան 2,2 անգամ։ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի 1,6% մակարդակում, հետագայում այն կկրճատվի մինչև 1,2% 2027 թվականին եւ մինչև 1,3% 2028 թվականին։ Այս տվյալները ներկայացրել է ֆինանսների նախարարությունը։ Ըստ պաշտոնական հայտարարության, նման պարամետրերը վկայում են բյուջեի հավասարակշռության մասին, ինչը ապահովում է պետական բոլոր պարտավորությունների ֆինանսավորումը եւ երկրի ֆինանսական սուվերենության ամրապնդումը։ Միացյալ Նահանգներում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 607,000 բարելով, հասնելով 414,8 միլիոնի։ Այս մասին ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։ Մասնագետները միջինում կանխատեսում էին դրանց աճը մոտ 800,000 բարելով։ G7-ի ղեկավարները դիտարկում են հազվագյուտ մետաղների համար նվազագույն գների սահմանման հնարավորությունը, դրանց արտադրությունը խթանելու նպատակով։ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում G7-ի եւ Եվրամիության առաջնորդների հետ ավելի լայն առևտրային միջոցների շուրջ, որոնք ուղղված են հազվագյուտ մետաղների գների դեմպինգը կանխելուն։ Դրանց շարքում են մաքսատուրքերը, նվազագույն գները եւ այլ քայլեր։ Քննարկվող հիմնական հարցերից մեկն այն է, թե արդյոք պետք է խստացնել օտարերկրյա ներդրումների կարգավորումը կենսական կարևորություն ունեցող հումքի ոլորտում, որպեսզի ընկերությունները չտեղափոխվեն Չինաստան։
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգը հաջորդ տարի էլ փոփոխություններ կկրի, որոնք կներառեն էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաների առևտրային կանոնները, պայմանագրերի նոր օրինակելի ձևերը, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները։ Հաշվի առնելով երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի առաջնահերթությունները, հենվելով ինչպես միջազգային առաջավոր փորձի, այնպես էլ ներքին շուկայի սպառողների պաշտպանության, արտադրության եւ սպառման շուկաներում պատասխանատվության միջոցների ներդրման եւ այլ հիմնարար սկզբունքների վրա, հանձնաժողովի կողմից կշարունակվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի զարգացմանն ուղղված իրավակարգավորումների կատարելագործման աշխատանքները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2026 թվականի իր գործունեության առանցքային ուղղություններից է դիտարկել ջրային ոլորտը, մասնավորապես որպես խմելու ջրի սակագների բարձրացումը որոշակիորեն զսպող մեխանիզմ, հանձնաժողովը կշարունակի մոնիթորինգ իրականացնել փաստացի մատակարարվող խմելու ջրի չհաշվառվող ծավալները հայտնաբերելու նպատակով։ 2026 թվականին հանձնաժողովը կմասնակցի Վեոլիաջուր փակbaşնետիրական ընկերության ներդրումների գույքի ընկերության կողմից սպասարկվող տարածքում նոր համայնքների ներգրավման, սակագնային սցենարներում բազիսային ծավալների փոփոխության եւ այլ հարցերի վերաբերյալ վարձակալության պայմանագրում փոփոխությունների կատարման եւ համապատասխան համաձայնագրի կնքման աշխատանքներին։ Հաջորդ տարի եւս հանձնաժողովի կողմից ընթացք կտրվի սպառողներից ստացած դիմում բողոքներին։ Սպառողների սպասարկման որակի պահանջների խախտման դեպքում իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված համաչափ տույժեր։ Հանրության առջև հաշվետվողականության ապահովման շրջանակում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի, այդ թվում հանձնաժողովի նախագահի կողմից նշանակված են սպառողների հետ հանդիպումների օրեր, սպառողներին հնարավորություն տալով բարձրացնել իրենց ուզող հարցերը եւ ստանալ պարզաբանումներ։ Սպառողների կողմից բարձրացված խնդիրների շարքում իր կարևորությամբ առանձնանում է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների սպասարկման որակի սահմանված ցուցիչների ապահովումը։ Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։ Այս կապակցությամբ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել։ Պաշտոնական չափումներից ելնելով սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը եւ գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից, նշվում է նախարարության հայտարարության մեջ։